Բարի լույս, սիրելիներս, բարի լույս հարազատներս, առավոտ բարի լույսամ, Ալեքսս դպրոցամ, ես էլ քանի վարպետները չկան, գնամ մի երկու գնում ունեմ անելու, անեմ ու գամ տուն, եկեք սկզբից հիանանք իմ ծաղիկներով, արդեն ոնց որ թե ցրտերն անցան, այստեղ պիոններս են ծկթել ու կբարձրանան, այստեղ իմ սիրուն վարդերն են, հուսամ բացվելու են ու ես դրանից ուրախանամ, այստեղ կակաչներս են, որը սկսել են կոկոմել, այսա շուտով կբացվեն, հելա ինչ լավն են, ինչքան սիրուն են, ինչքան անուշ են, հետաքրքիր են, շատ տեղեր եմ այն օր նազելի վլոգի մեջ էին նայում, որ յասաման են քաղել, տանը կա իմ յասամանը դեռ նոր տերևակալում է, հետաքրքիր է, մեր մոտ ուշ է, ես մտածում էի վայքն ավելի ցուրտ է, բայց չգիտեմ, սրանք եսա կբացվեն, տեսեք, ու խայ, իմ յասամանը այս վիճակում է, այս էլ նոր կակաչներ են վերատնկել, տեսնենք սրանք ինձ ինչ են ասելու, մի խոսքով, շատ չերկարացնեմ, գնանք դեպի քաղաք, լավ ասի, չէ դեպի քաղաք, դեպի կենտրոն, որովհետև գործեր ունեմ, առևտուր ունեմ, տեսնեմ ինչ կա, ինչ չկա, ինչ եմ վերցնում ու ինչ եմ անում, եղանակը շատ տաք է, ջերմացնող է, հուսամ արդեն տաքություններն եկել են, ծիտիկների դայլայլի ներքո էլ գնում եմ, գնացինք, կես կատակով, կես լրջով, մեկ ասում եմ, ես մեր Բաղրամյան պողոտան է, նայենք առավոտ շուտ, ինչքան ինքը մաքուր է, մաքուր, սիրուն, առանց մի հատ ավելորդ բաներ, խնդրեմ, տուն եմ եկել, էլի չեմ կշտանում ես ծաղիկներից, ու ուսեցա, որ ցույց տամ, ինքան լավն է եղանակը, ինքան ընտիր, չգիտեմ սկզբից գնումներս ցույց տամ, թե կոֆե դնեմ, բայց երևի թե կոֆե դնեմ, այս բաժակս էլ եմ շատ սիրում, ասում եմ չէ, սկսել եմ սպիտակի հանդեպ մի այլ կարգի ուշադրանալ ու հավանել, արևտակ, ջերմացնող, այ հմի իսկական կոպալա, իսկական գարունա, լայ մեղուելում ենք, հա, ոյ ժողովուրդ, մտքերս խառն են, գործերս խառն են,
մի խոսքով շատ չմանրանամ չեմ ուզում ստեղի ջուրը հնացած էր իմ հավատին ու արևին եկեք մի կոֆե խմենք մի հատ կոֆե խմենք հետո շատ գործ ունեմ անելու մի երկու նկարահանում էլ ունեմ այս շորս հագիս կթողամ նկարահանումս կանեմ հետո արդեն ինչ կանեմ հետո արդեն կհագնեմ այն ձևի շոր որ ուզում եմ ծաղիկ մաղիկ կանաչի այս որն ենք ապրիլ ամիսներ չէ ուզում եմ տենց բաներ ցանեմ երեխեք չգիտեմ ձեր մոտ էլ տենց լինում տեղս վերջացավ դե կես կոճակ դեպիլիտ եմ ես խմում ու ամեն անգամ որ իմ տեղը վերջանում ա չէ ոնց որ մի տեսակ ստրեսի եմ ենթարկվում մի ասելու է գնչի Այանահիտ ջան գիտեք ինչի վերջացավ գնում ես որ առնես չէ ու հենց այդ առնելու պահին ընքան վատ է այդ զգացողությունը որ դու քեզ հիվանդացած ես զգում այնքան դժվար եմ համակերպվում այդ բանի հետ ես ասենք տարիներ շարունակ մեկ էլ են սև ու մութ տարիներից մի ընթացք կար որ Աստծո ամեն օրը ես տեղեր էի խմում որ գտնեմ իմ սիրուն Ալեքսին, բայց հետո դանից պարզվեց դրանք լրիվ սխալ եմ խմել, պետք չէր խմել, սենց բաներ։ Ու դրանից հետո իմ խմած տեղը եղել ա մենակ որ բան եմ արել, այդ դեդրալեքս եմ խմել։ Ու հմի որ սենց սիստեմատիկաբար ես անընդհատ խմում եմ, չէ, ու ես հատնելու հետ էլ մի անգամից շատ չեմ առնում, դրանից էլ եմ մեղվում։ Սենց 10-10 հատով վերցնում եմ, այսինքն 10 հատը 20 օրվա, որ կիսում ենք։ Ու այդ հատնելու պահից մի տեսակ ստրես եմ ապրում, չգիտեմ թե ինչի ատեն, հետ չգիտեմ։ Ես էլ չեմ սիրում, որ սրճեփս տենց թողամ, գնամ կոֆե խմեմ, միշտ նկատած կլնեք, որ լվացել եմ, հետո նոր իմ կոֆեն վայել էլ, բայց ես անգամ տենց չեղավ, որովհետև դե գիտեք, չմանդրանամ չեմ ուզում, շուտով այդ հարցն է կլուծվի փառք Աստծո, մի անգամից առևտուրներս էլ բերեմ, ցույց տամ չասեք Անահիտը թաքուն առավ, մեզ բան չասավ, սենց բաներ, ես իմ հեռախոսը, ոտքերս տեսոր ցավում է, Սուրճս վայել եմ, սիրելիներ ջան, շատ սիրեցի բալկոնի ես հատվածը, այն կողքը չի մենակ դուրս գալիս, են էլ վեշերը այնքան շատ է, չեմ կարա վարագույրը ուղղեմ, անձրևի հոտ եմ ուզգում, չգիտեմ ճիշտ եմ ուզգում, թե չէ, բայց երանի չկա, չեմ ուզում։ Հարպետները քանի դեռ չկան, եկել եմ, տեսել եմ, դե բանալին թողել էի դրան վրա ու գնացել, եկել եմ, տեսել եմ, մեքենան չկա,
դուրը բաց հա, ասում եմ Տեր Աստված տենաս էսով ա եկել, իրանք չկան, ասում եմ երևի դե ուրիշ մարդ ա եկել, որից որ ես տեղյակ չեմ։ Մեկ էստեղ նստած ընկերուս հետ խոսում էի, մեր առավոտվա բարդուսն էինք իրար տալիս, ընկեր նայեմ գալիս են, ասում եմ այսօր չեք գալու, փոքր գործ ունենք, վերջացնենք ու գալիս ենք, սիրում եմ աշխատավոր մարդու այդ տեսակը, որ նվիրվեց գործին, վсё, կոպիտ ասած իրանք գումարն ա պետք, մեզ այդ գործը, որ հավաքվեմ իմի գամ, ձմեռն այդքան սառանք չորացանք, հերիք չի, հմի էլ չէի ուզի, ներքևի տաքանալը հեշտ ալնում էլի, իսկ ստեղ մանավանդես զալա, ինչքան էլ տաքացնես չի տաքանում, ինչ ուզում եք ասեք, ինչքան ուզում աղուցի պլիտ արինք, ես արինք, են արինք, մի խոսքով, մի քանի դրդրոտ չկա, առևտուրներից մի մասն էսա տանելու եմ սառնարան դնեմ, մյուսն էլ ընդեյց էլ սունկ բերեմ, սունկ եմ ուզում սարքեմ, ոնց կարա սունկը թողաս սառնարանում, չէ, շատ եմ սիրում, Ալեքսն էլ ա սիրում, մամասն էլ ա սիրում, ինձ թվում ա տենց մարդ չկա չսիրի սունկը, ինչ եմ գնել, դե գիտեք, առջևում զատիկ, Քրիստոսի հարության տոնը, չգիտես ինչի, քանի գնում ես տոները, տոն չի մնում, էլի մի տեսակ փարթի ա դառնում, միգուցե սխալ եմ ասում, բայց էդ ա դառնում, սեղաններին ինչ ասես դնում են, ոնց ասես են ավանդականը չի պաշտվում, երեք ձուն ես ներկեցի, իհարկե զուտ շեշտելով, որ բնական, ճիշտ, ավանդական, մեր, պապենական եկած տարբերակը ամենաճիշտ դա սոխի կեղևով կարմիր գույնի ներկած ձունա, որ ունի մեծ խորհուրդ, որի մասին բոլորս էլ գիտենք ինձ թվում ա։ Ու բայց թե այսօր, եթե ջունես համացանցում, պետք է էլի ամեն ձևից էլ փորձես, բայց ճիշտը այո, քո երեխին բացատրես, մի գրառում աչքովս ընկավ, որ եկեք ձևականությունների հետևից չընկնենք, ճիշտը սոխի կեղևով կճեպով ներկացնա, մի խոսքով ես համամիտ եմ, այո, ճիշտը էդ ա, բայց եկեք դրա հետ էլ գիտակցենք, որ սա նաև իմ աշխատանքն ա, հետո փորձենք, այնպես չի, որ սենց հալածյուղի տեղել ընդունում ենք, ուղղակի ես այս տարի չունեմ սոխի կեղև, չեմ հավաքել, որովհետև գլուխս զենք ա, խառն էր, նենց չի իմ տանը կարմիր սոխ էլ ա եղել, են էլ կա, են էլ, բայց չեմ հավաքել, ի վсё, հիմա այսօր առավոտ էլ ասեցի պետք ենամ շուտ գնամ իմ առևտուրն անեմ, մարդիկ սիրում են, չէ, զատիկը գալիս ա, մի կապ կանաչին եմ, որ 50 դրամ ա, դառնում ա 150 դրամ, թեպետ մի 50 դրամով կանաչի չկա, ուղղակի կոնկրետ թարխունը երկու հատը, եթե ես ճիշտ եմ հիշում, գնել էի 150-ով, սա հենց 2 օր առաջ էր, Վանաձոր գնալուս առաջի օրն էր, սենց ասեմ, չեմ հիշում այդ երբ էր, հիմա այսօր, տեղ կար մի կապ թարխուն արժեր 200 դրամ, տեղ էլ կար 150 դրամ, ես գնել եմ 150 դրամով, իհարկե աշխարհի վերջը չի, մի հատ 2 հատ առնում ես շատ ա ու քիչ չի, այդ կանաչին միշտ էլ կա, չգիտեմ, նենց չի, որ չկա ու մենք մնացինք առանց կանաչու, բերեք շուշուտ առնենք, չկա տենց բան, էդ էլ էդ ասեմ, ինչ եմ գնել, ինչ գնել եմ, կարելի ասել հարմար գնով եմ գնել, շատ թանկ չեմ գնել,
շատ էժանել չեմ գնել, դեռ երեկվանից չգիտեմ ինչի սիրտս ադիբուդի էր ուզում, մենք իրան ադիբուդի ենք ասում, կոպկորն, որ ոնց կասի, ես սիրում եմ իրան ասեմ ադիբուդի։ Կա չէ տենց բան, որ մարդ ես էլի մտքովդ անցնում է, ես իմ կոֆեն տենց համով խմեցի, պայտակ քչություն էլ արեց, են տակի մեջ եմ սիրում, մի խոսքով, այսօրվա, գնել եմ սենց, ադիբուդի, բլղուրը ես տուփերովն եմ գնում, որ նրանք մի տեսակից դուրս չի գալիս, կեղտոտ առնում, վերջը դուրս չի գալիս, սրանք շատ լավն են, ասի թաբուլ եք սարքեմ, սիրում եմ շատ թաբուլ են, առողջ ապրելակերպի մեջ էլ դա հավեսով տեղ գրավը, հատիկը կա չեմ, լոլիկ, 900 դրամով եմ գնել, իհարկե իմ սիրած վայրից, սենց խանութներում չգիտեմ ինչ արժե, ես իմ կտրանն է, բերեց ստեղը մնա, ես իմ կանաչեղենի տոպրակն է, շատ չեմ առել, որովհետև 3 հոգի ենք, շատ ա ու քիչ չի, կոպիտ ասած, աշխարհի վերջնել չի, միած սենց սիրուն սամիթ եմ առել, հոտը ընտիր, ենքան լավն է, ես թված հրախոսս անջասվեց, այ սենց համեն եմ առել, խորը կանաչի եք պետք առնել, միած սենց խառը կանաչի եմ առել, աղսրան եսա հացուպանիրով կուտեմ, հացուպանիր չէ, լավաշ պանիր էլի, չխառնվեք իրար ասեք, վայ Անահիտ, բա դու ասում էիր առողջ ապրելակերպ, բա դու ասում էիր հաց չես ուտում, շատերն են ասում, որ հացն ու լավաշը նույն բանն է, 2 թարխուն, 2 կապ, են որ թարխունի մեղ կա, ինչ կարաս ինչ անես, Ալեքսես չի սիրում թարխուն, ես ու մաման ենք, սա մեզ շատ ա ու քիչ չի, կանաչ սով էլ չհանեմ, այսքան կանաչուն ժողովուրդ տվել եմ, ինչքան, 1400 դրամ, ես թվում է նորմալ է, համեմի համար, գժվել պետք չի, ես շատ եմ սիրում, այս էլ սամիթ է, ես կատեղը կատակ, էտ էլ չլնի, կյանքներս, կյանք չի լնի, օպալա, բարունգ եմ գնել, ես ստելա տեսակի բարունգն եմ ես սիրում, համ գինն ավելի հարմար է, քան փշոտ բարունգը, մեկ է խնձոր եմ առել, խնձոր եմ քաղել, դրել մաղերով, տանեմ յանիստան, 2 տաղերով, այդս մեջ խաղեց անում, ջիգերս տաղեց անում, այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, տրամադրությունս լավն է այսօր ոնց հասկացեք, այդքան է սրտովս չի, բայց առանց խնձոր չի ստացվում, մեղքս ինձ տակցնեմ, տակ, ես իմ գնումները, սրտիկներ ջան, ես իմ տոպրակը, որից Սիլվայր նվիրած տոպրակն է, նվերով լիքը, ու այսօր որ հանում եմ, ասում եմ, վայ աստված ջան, այս գարնան հետ, ինչ ծմեր պապիկ, էլ շտանացար առանց պապ, ծմեր պապ, ու հմի հիշեցի, որ ծալում եմ, բայց չէ, չծալեմ, ընդեղ ուրիշ տոպրակ ունեմ, որի մեջ դրած բաներ ունեմ, տանեմ փոխարինեմ, նրանք սրա մեջ տնեմ, նա էլ ծալեմ, դնեմ, իմ պորտմանը, որ ձերքի պորտման կլնի են մեծ պորտմանները, գիտեք, սիրում եմ, բռնում եմ,
պայուսակ կլինի, իմ ամեն պայուսակի մեջ կա տենց բան, ես սիրում եմ, որ կազմը պատրաստ տնից դուրս եմ գալիս, այդքանը էս էլ իմ գնումները, մի տանեմ հոլովակս ներբեռնեմ, որ հեռախոսում տեղ ազատվի, այս ընթացքում խոհանոցային էլ եմ ուզում նկարահանում անեմ ու հետո գամ ձեր հետ տեսնեմ որտեղ ենք հանդիպում, գնաց ասում էի չէ, որ մի հավեստեղ կմիանամ ձեզ, սունկ սիրողներ ջան, համեցեք, եկեք դեպի իմ մեջ, եկեք իրար հետ ասելով, խոսալով, զրուցելով մեր գործերը անենք, սունկ պատրաստենք ու վայելենք, սրտիկներ ջան, Ալեքսս էլ էնա եկելա, սավքենք ու անուշ կանենք, այ տենց բաներ, ասեք, որ սունկից լավ բան, մեկ էլ սուն գնա, Ոստենում եմ պիցայել եմ թխելու այս պոչերով, ոչելս կեզ վարանեմ, այսօր սիրտս անընդհատ երգել ավզը, մեկ որ շատ տխուր ես ելնում, ուզում ես էլի կեզ ծրես, ու մտքերդ երգերին տաս, լեզուդ երգերին տաս, ու փորձես կեզ փոխես, օրոց սիրունացնես, թե չէ որ սենց խորանաս պրոբլեմների մեջ կասես վայ, ես ինչ ամբախտ եմ ես, ես ինչ պրոբլեմներով հարուստ եմ ես, սենց բաներ, բայց չէ, ես փոխարենը ասում եմ Տեր ջան, շնորհակալ եմ քեզ, իմ ամեն օրվա համար, իմ ամեն լավ պահերի համար, մյուս գործերում էլ ինձ ուժ տուր, համբերություն տուր ու օգնիր աչքդ տուր, առաջնորդիր ինձ քո ճիշտ ուղով, այ այդպես եմ ասում, Սիրտս ելել է կերթով, ախարում, ուր կերթով, հիշում եք էդ երգը, ովքեր կհիշեն, հին փոքր երեխայի, որ էդ երգերը մագնիտոֆոնով լսում էինք սաղորը, մամաս միացնում էր, հայ գիտի մանկության տարիներ, եղանակը ուզում ա, որ փոխված լինի, տեսնենք, ինչ կգա մեր գլուխը, հարպետներն եկել են, իրանք գնում են խանութ, իրանք բերան, որոնց իր վիճակը, բերի, Դենամ լայս պարոնս խիչի ուզում դեսը կա,
այսօր հեչ քեֆ ու հալ չունի։ Երեկվա տեսանյութի վերջը մտածում եմ հարցնում եք, թե այսուրա չէ գնալ, այսուր են գնում տատու թոր ու տուշխմուշի ծնունդ էին գնացել, հետն է գնալուց ասմա, որ պապաս զանգի, մամա, կասես, որ ես գնացել եմ, ասում եմ, հա, հետա հետո իրոք նիկան զանգում ա խոսում ենք, ասում եմ, ոնց Ալեքսի ձենը չի գալի բան, ասում եմ, տանը չի, բա այսուր է շամին, ասում եմ, ծնունդ, մի խոսքով տենց անցավ, մեկ էլ հմի եկել ա ու ասում եմ, մամ ինչ կա ոնց ես, ասում եմ, լավ պապան չի զանգել, ասում եմ, զանգել ա, բա ինչ ա ասել, ասում եմ, հեչ, ասավ այսուր ա Ալեքս, ասում եմ, մամ, բա դու ինչ ասիր, ասում եմ, դե ասի գնացել ա ծնունդ, մամա, հոչը ջրայնացավ, ասում եմ, չէ, հետաքրքիր ա էլի, Ալեքսիս մտածելակերպը, երկրի Thanks, Thomas. Carry down it. Some bags both to them. That way. Talk then, said Mana. Harvest. Գնամ մի հատ խմբի հախ են գամ, այսինքն լվան ամչորասն է, մի խոսքով տենց բաներ անեմ, գնամ դբախոհանոց, հետո գամ, տնամ որտեղ ենք իրար հանդիպում։ Ահա սիրելիներս, այստեղ արդեն մեր համեղ սունկը պատրաստ է մատուցման ու տեսեք ինչքան հյութեղ, ընտիս, փափլիկ և յուրահատուկ ձևով ստացվել է։ Այլ այն տարբերակը, որ չէի լցոնել կարագով, ինչև է սիրելիներս, մեզ բարի ախորժակ, Ձեզ էլ բարի ախորժակ, եթե դուք էլ եք հաց ուտում, ձեզ էլ բարի ախորժակ, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ կհանդիպենք շատ շուտով։ Հա Ազիզ ջան, ստեղ են չէ ասում պահ, վայ չուտողին է, հլստ է, Ալեքսս մի այլ կարգի սիրում է, համեցիք, Ալեքսանդր, հավաշ չբերիր, Վայ ես ակը բերեմ, մորացա բերեմ։ դե ենքան վրազ ես գալիս գնում որ Չէ, չեմ վրազում ես ակը։ Ասպես լավաշ որտեղ Սեղանին դրած է։ կաֆե, դարակի մեջ, Մտի տուն սեղանին դրած է։ Տոպրակով։ Ինքան խառնա ասածս չի էլ լսում։ Երեխեք ջան, շատ անուշ ա բուրում, շատ համով ա բուրում ու այն որ ուտում ես քեֆդ գալիս ա։ Այ էդ տարբերակն է։ Սիրելիներ ջան։ կյանքս։ Արի։ Նեմոտ, Բերեմ, Ալեքս ջան, շուռ ես տատի, այդքան վրազն է։ Դուք եկեք սունկ, ձեզ է բարի ախորժակ մեզ է։ Տեսամովա։ Ու սիրած պանիրով լավնա։ Լավաշով կեր, որ Այս ինչ համով է։ Մատկուցեմ, դուք եկեք ձեզ սունկ, ձեզ է բարի ախորժակ մեզ է։ Էդ պարտաստենք։ Հա, այդքան շատ է սիրում ես։
Իմանուշ Ալեքս, լավ Ալեքս, լավ ես, լավ հաց ուտենք, հետո երեկվա քեֆից կպատմես մի քիչ։ Ցրտեց այն կարգի, որ փակի ջուր, փակի ցուրտը, որ հավես չարի ինչ-որ թե մի բան ցանելու, որովհետև ուրիշ լիքը գործեր եմ արել, այսա կասեմ, եկեք գնանք, տարօրինակ է, այսօր մենակ կոֆե խմեցի, իմ համար ինքան տարօրինակ առնեմ, չեմ սիրում մենակ կոֆե խմելը, որ ճիշտն ասեմ, ընկերովի կոֆեից լավ բան չկա, այսօր չի ստացվում, ընկերովի կոֆե խմել, այս թե առանց խմելու էլ չի իգնում, մի տեսակ ոնց որ պարտադիր օր ենք ուժի, օրը 2 բաժակ կոֆե խմելը, սիրելիներ ջան, բայց գազ չկա, այս ոնց խմեմ, տավեք էլի, այդ է որ պետներն եմ փակե, այսա հասկանանք, իրանք են փակել, բայց ոչինչ, ստեղի եսում եմ, տենում ենք մամաները ամեն ընչով են հասնում, չէ, իրանց երեխեքին, այս պահին էլ իմ մաման ինձ հասավ, տանեմ, գազով կեփեմ, ուրեմն ինչ եմ գնել, Ալեքսը ինձ ասում է, տենի կանտար ստեղեր լավ ընտիր պանիր առանք, Ալեքսը չկերավ, ինքն ամեն պանիր չի ուտում, ասում եմ մամ, ես քեզ շատ եմ խնդրում, կովի պանիր առ, էտա հալվող պանիր առա, այսօր էլ ասում եմ մամ, են ծուխոտ, չէ, են մյուս պանիրից եմ ուզում, այսինքն ես թել պանիրը, ընտեղ նկարել եմ քանի անգամ ձեր համար ցույց եմ տվել, լավ պանիրի խանութ, վաղ կակտուսս մի հատ էլ ակոկոմում, ուրախացա, այդ խանութ գնացի, մի երկու գնում անելու, տակ, բայց կարող է, լծկիներ հետս բերեմ, ընդեղ վայթեմ չկար լծկի, ու գիտեք ինչ որոշեցի, մի քիչ ամաչում եմ որ ասեմ, բայց թե որը ճիշտն է, էդ էլ ուզում ես ասես, երբեմն այդ ճիշտն էլ ենքան դժվար ու տարօրինակ է հնչում, որ ասածիցդ մի լավ փոշմանում ես, ինչև է, ասեցի քանի վաղը հերթերի մեջ չեմ խցկվել ու 7 ժամ սպասել, թե մի հատ լավաշ ու չգիտեմ ինչ եմ առնում, ես իմ առնելու բոլոր պարագաները այսօր առնեմ ու վերջացնեմ, որ հետո վատ դրության մեջ չընկնեմ, ես այդ հերթ կանգնել այդ բաները, հեչ չեմ սիրեմ, մյուս բանուն ուժար ունենք, որից որ ես շատ վախում եմ, չգիտեմ ինչու է այդպես, բայց ես վախում եմ, ու իմ կոֆեն է փնում, ձեր հետ միասին, մի խոսքով հականջները շատ չցավացնեմ, վայ ունեի լուցկի, հեսա,
ասեցի գնանք ինչ պետք է առնեմ, որ վաղը իմ համար իմ հավեսով բերկենամ իմ գործերը անեմ, ինչը որ ես նախընտրում եմ։ Ու դա այդպես էլ եղավ։ Էսա գնումները շատ իմ սրտով եղան, շատ շնորհքով ու հարմար գներով առևտուրն արեցի։ Ես չեմ սիրում էլի, այն որ թանկ ու կրակ առնում ես, դրա իմաստը որն է, հետ պետք չի, թանկ ու կրակ, սիրելիներ ջան, դրա համար իմ նախընտրած տեղերն ունեմ, իմ նախընտրած խանութներն ունեմ, որտեղ գիտեմ գները հարմար է, ապրանքը հարմար, կարևորը գնի հարմարությունը չի է, կարևորը նաև ապրանքի տեսակն ու որակն է, որ պետք է այն ձևի բան առնես, գիտակցելով, որ ուտում ես քո ստամոքսն է գնում, ոչ թե ինչ-որ անծանոթ մի միջավայր, որ հետաքրքիր չի էլի, այնքանն է էժանելի առնես, չէ։ Իմ համար չկա նման բան, ես, օպա, եկավ կոֆես, բարի գալուստ, ես էլ իմ ձարի գործն է, երևի մի 30 տարվա գործը, մերս պահել է, հետաքրքիր է շատ, պատկերացրեք պահ կա, որ մի էլ կուզեմ գործը, փոխեցած էսենց, բայց պահի տակ էլ ներվերես չի տալիս, այդ գործելուն, լավ էլի, այդ դրա համար, ես չեմ սիրամ, շորը ուսերին կցել, այս սիրում եմ ճիշտ ձևով հագնել, ինքան լավով սենց հալը, այսա սիրուն, աստերացը ցեստա, Ալեքսում հետ ես խոսում, Այ Ալեքս, ում հետ ես խոսում, հե? Հա, ասա մաման էսա կզանգի, ես իմ սուրճը, որ պիտի սահմանա փակեմ, ես իմ հատեմտիր առևտուրը, էսա ցույց կտամ, էսա, ընտիր, ճաշակով, որակով, թարմ ամենակարևորը, ինչը որ իմ համար մեծ կարևորություն ունի, լավացնել եմ թարմարել ու պետք է տոպրակից հանեմ ու հատ դասավորեմ, որ չկպնի իրար, սիրելիներ ջան, չեմ սիրում, որ վառած տավաշներ եմ առնում, ինչքան ուզում ամեն անգամ շեշտումել եմ, բայց մեկը ստացվում է։
Այսքան եմ ես, եսիմ թե ինչքան հիկ։ Են մյուս կողմը միանգամից հարցնում են, ուզեք կտրենք, թե ընդհանուր, ստեղ չկա նման բան, բայց էլի շատ լավն է, շատ համով է ու ոնց կարելի է հացին անուն դնել, որովհետև հացը սուրբ է։ Այսել այսպես, սիրելիներ ձան, աղաշի հացներ ուծեցինք, էդ հրթերից խուսափեցի, ինձ որպես զատկի առևտուր մնաց կուլիչը, չեմ թխելու ջրուց չունեմ, հնարավորություն չկա, սաղ քանդած ավիրած վիճակը համել, որ ճիշտն ասեմ, եթե չափաբաժնով ես անում, շատ ալնեմ, մեկը չի իլնեմ, երկու, երեքը չի իլնեմ, մի քիչ շատ ալնեմ, ես էլ չեմ ուզում այդքան բեն շատ խմորային թխեմ ու թխեմ, դրա համար նախ ընտրում եմ գնել, ճիշտը էդ է, իմ համար, սիրուն հաճելի ձևով ծալեցի, որ օգտվելուց արդեն իմանամ, ու սուրճից խմեմ ու ցույց տամ ինչեր եմ արել։ Խմեցի։ Եկեք սկսեմ ես տոպրակից։ Ճիշտ է, այսօր նորից գնել եմ, բայց ասեք, որ այս չերի պամիդորները ավելի համով են։ Այս չափի եմ գնել, շատ աղքիչ չի։ Մամայի սիրած գրեյփֆրուտն եմ գնել։ Մաման գրեյփֆրուտի սիրահար է, նույն ինքը թուրինչ։ Այս կիվի ու տանձ եմ գնել։ Տանձերը համ սիրուն են, համ շատ համով են, շատ։ Կիվին էլ լավ խոշոր է, ու էլի որակով թարմ, ընտիս, որն է հանես, որ սենց արկղը բաց, իմ համար գիտեք ինչքան լավ է, որ վաճառողն ասում է, ես գիտեմ դու խոշորն ես սիրում, ու բացում է նոր արկղ, սենց աչքս կերավ, ասում եմ էդ երեսի շերտը տուր ինձ, տանձերն էլ միշտ ինչքան Արսենից գնում եմ, համով է, շատ մի կան, որ ստեղ ես բերում է, ասում եմ ինչ համով է, ասում եմ էլի են համով տանձնա չէ, ասում է հա, հետաքրքիրն է դա, մեկ էլ լստեն նայեք, թե ես ինչքան ընտիր, հատ ընտիր, բոլոկի եմ գնել, յուրահատուկ, տեսքը տեղը, գույնը տեղը, ապիծիտնի, որ ասում է, արի ինձ ընտրի, ես էլ ընտրել եմ, ու վերջ, այսքանը, հիմա Ռիմա տատիկս էր ինձ զանգում, գնամ մի քիչ իրանց հետ զրուցեմ, հա, դեղ եմ առել, դեղ առնելու շատ եմ նեղվում, չգիտեմ խիա տենց ամեն անգամ
Հենց սկսում եմ տեղարները, տրամադրությունս մի անգամից իջնում է։ Ուրեմն այս անգամ համ վերցրել եմ նեբիլիտես, համ վերցրել եմ տրիֆաս։ Իրան ես ես ինչքան վախտա չեմ խմել, բայց բժշկուհին ասավ, արի քեզ ուկտուխ մի հանի, արի մի հատ առանց իրան քեզ ստուգի ու իրա հետ քեզ ստուգի այդ փոփոխությունը ու իրար հետ կիսվենք, ինձ ասա ես հասկանամ ինչ անենք տրիֆազին, դրա համար կարծեմ 10-ներ, 2, 4, 6, 10 հատ, 10 հատի կառել եմ, իրան պետք է խմեմ ժամը 6-ի կողմերը նախքան ուտելը, բայց այս բոլոկիները ասեք, որ վերջն են, այսքանը, հիմա գնամ գնումներս տեղավորեմ, վերև, ներքև, ու ընդեղ ներքևում կամամած արդեն ուզում եմ մաքրազարդական աշխատանքներ անեմ, խողովակներ կա, որ ուզում եմ իդեալական փայլուն սպիտակ գույնը իրա վերականգնեմ, քանի տենց քանդած ավիրած վիճակա, իրանց գնալուց հետո ուզում եմ հատ առանց շտապելու, թասով ջուրը դնեմ, ախտահանիչ նյութը տանեմ, սետկեն հետը իհարկե շորերս փոխելուց հետո, կամ այսօր կանեմ, կամ վաղը, էսա մի հատ հասկանամ ինչ են անում, որտեղ հասան, ուր մնաց, ինչ եղավ, ու արդեն, սիրելի հետևորդներ ջան, քիչ-քիչ ձեռի հետ մաքրեմ, որ վերջում ինձ դժվար չլինի, որովհետև վերջի դժվարությունը մի տեսակ շատ ասենց տալիս դմպցնում ու հոգնածությունը դիառապատկում ու քառապատկում, ես դե չեմ ուզում։ Այս պահի համար այսքանը, Ալեքսը խլված է իր հեռախոսով, ցավոք սրտի, ես չգիտեմ ինչ անեմ, հլա տենամ, երբ կարանք մի քիչ խոսացնենք երեկվա ուտուշ խմուշից, տենամ ինչ ասում, շատ գոհ եկել, շատ ոգևորված, շատ բարձր տրամադրությունով ներքևել, ուսում եք այդ ձեները, աշխատանքը եռում է, գործը եռում է։